Հունան Մխիթարյանը 50 տարեկան է։ Ժպիտը մշտապես աչքերում այս փոքրամարմին տղամարդը 11 երեխայի հայր է։ Սա նրա ու տիկնոջ Անահիտի համատեղ տունն է, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ Ունեմ 11 երեխա, 1993 թվականին, հունվարի 2-ին, ստեղծվեց մեր ընտանիքը։ Կնոջս անուն Անահիտ էր, մեծս որ ծնվեց, անուն դրեցի Աննա, դրանից հետո դրեցի Անի, տղես էլ ծնվեց Աշոտ դրեցի, հետո Ժորան եկավ, Ժորանն էլ հորս անուն էր, Աշոտն էլ զատ աղբորս անուն էր, այդպես շարունակեցի։ Էրիկը, Էլադան, Էլենան, Նարեն, Հասմիկը։ Մեծամասնությունը մի տարվա տարբերությունը երեխեքի մեջ։ Ամենաերջանկությունը այս սա երեխաներս են, իմ երջանիկ պահան։ 11 զավակ, բոլորից ավագը ամենափոքրից մեծ է ուղիղ 20 տարով։ Ծնողները բոլորին հավասար սեր ու հոգատարություն են բաշխում, բայց ինչպես բոլոր ընտանիքներում, այստեղ եւս փոքրն ունի իր առավելությունը։ Մայրա քույրիկը 23 տարեկան է։ Մեծ, ինքը 23։ Հավասար, ասենք առաջ բոլորին մեզ սիրում էի հավասար, բայց ամենաշատը այս փուճուրն ենք սիրում։ Մեր ուրախությունը այս փուճուրն է։ Ավագ դուստրերը մայրաքաղաքում են փորձում կառուցել իրենց կյանքը, իսկ ավագ որդին ծառայում է բանակում։ Ցերեկն օգնում առօրյա գործերում, դասերն անում, իսկ երեկոյան տունը վերածում իսկական մարտադաշտի։ Երկու քուրիկ իրար հետ վիճեցին, քաշեց, թե որ դուրս ընկավ։ Իրար վնասում էլ են, բայց դե պահեր էլ կա, որ իրար սիրում են, մեկը մյուսին ոնց որ աջակցում է, թասիբին կայնում է։ Կռվում է, շատ են կռվում, փոքրերը մանավանդ։ Դե շատ են փախել դասից, պապայինք չգիտեն, բայց նոր իմացան ու շատ բանալու այդքան։ Մեծը մի Երևանում աշխատում է, խանութում։ 5-ս դպրոցական են, դպրոց են հաճախում։ Փոքր 4-ս էլ Ես փոքր 2-ն էլ չեն, հələ որ փոքր են, մանկապարտեզ չեն գնում, տանն են։ Դրանն էլ զատի ծառայում է Հայաստանի Հանրապետության։ Բոլոր զավակներին արժանավայել կյանքով ապահովելու համար ընտանիքի հայրը ունի ամենաանհրաժեշտը՝ աշխատանք։ Եթե ժամանակին մեկնում էր արտագնա աշխատանքի, այժմ դրա հնարավորությունն էլ չունի։ Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը նպաստ է։ Հայաստանի դեպքերն է, որ դժվար է պահել։ Այսքան երեխեք, աշխատանք չկա, աշխատանք դնել պետական հաստատություններում, ասեն թե ոչ թե գնայինք, որ ամսվա մեջ մի 4 օր աշխատեինք, մնացած օրերը նստեինք տանը, այդ էր ամենաճիշտ բանը, որ լիներ, կարելի է հասցնել երեխեքին պահելու։ Անցած տարի գնացի արտերկրի աշխատանքի Ռուսաստանում, խալմունք եղավ էլի, ուրիշ տեղ պետք է աշխատեինք, տարան ուրիշ տեղ, ռեգիոնից ռեգիոն տեղափոխին, դե արդեն չեն թույլատրում, որ աշխատենք, հետեից մեզ զապրետ դրեցին ու զրկեցին Հայաստան, 3 տարի։ Աշխատանքի մասին խոսելիս Հունանն առանց շունչ առնելու է ներկայացնում իր հնարավորությունները, հավաստիացնում է, որ ձեռքից ամեն ինչ գալիս է, աշխատանքի մեջ չի զլանում, միայն թե գործ լինի, 11 երեխա իր ձեռքին է նայում։ Կափելչիկ, մետլա, մալյար, պաչար, ամեն ինչ կարող ձեռքից գալիս անում է։ Ոյս Հայաթ հողնատ 2400 մետր, տարբեր կուլտուրաներ ենք տնում հետա։ Այն ժամանակ, որ ասենք թե բերքը դուրս է գալի, պետք է նորմալ կնով վաճառես, արդեն գինեն գնում է։ Գարնան գալուն պես, երբ սկսում են հողագործական աշխատանքները, նա գյուղացիների հողերում է աշխատում, դրա դիմաց համապատասխանաբար վճարվելով։ Կարում բացվեց, պետք է գնանք հարևան գյուղի հողերում աշխատենք, կամ մեր գյուղերի հողերում աշխատենք, փող հաստատենք, դրանք պահենք։ Նրա համար կարևոր է զավակների երջանկությունը, գիտի բոլորի նախասիրություններն ու ցանկությունները, հոգևորականից մինչև բժիշկ ու նկարիչ, բոլորը հաշտ ու համերաշխ, հենց այս հարկի տակ են ապրում։ Մեծանք սովորենք, ավարտենք, պրծնենք, իրանք պետք է որոշեն ինչ դառնան,
Ամեկ մարդ մի բան դառնալի ասեմ, թե մեկը կարող շինարար, մեկը բժիշկ, մեկը ոստիկան, մեկը զինվոր։ Գնամ ճեմարան, մենք սովորում ենք օգնել միմյանց, լավատեսություն։ Իմ ընկերներից մեկը, որը իր ասելով չէր հավատում Աստծուն, ես իրան խորհուրդ տվեցի գնա եկեղեցի, հիմա ինքն էլ ինձ հետ կանգնում բարձրանում է խորան։ Կուզեի ունենանք նկարելու գործիքներ, ունենք վրձին, գույնավոր մատիտներ, ջրաներկ, տարբեր բաներ։ Տիկին Անահիտը զավակների համար ամենաապահով վայրը գյուղում է տեսնում։ Կախվածություն ու կապվածություն ունեն Մրգաշենի հողու ջրին։ Միայն թե պետական այրերի ուշադրությունը գյուղերի ուղղությամբ էլ մի քիչ լինի, զարգացման ու մշակույթի կենտրոններ ստեղծեն գյուղերում։ Իմ երեխեքը քաղաքում չեմ ուզում որ մեծանան։ Իմ երեխաների ապահովությունը ստեղ եմ տեսնում։ Իրանք կմեծանան, կդառնան չափահաս, հետո թող իրանք որոշեն։ Ողը եթե մշակում ես, վերքը ստանում ես ու ընտանիքդ ես պահում, այդ է ողի խաղերն։ Տունը, որում ապրում են, խնդիրներ ունի, տանիքն է կաթում, գազաֆիկացված չէ, իսկ երեխաների համար երազանք են մնում համակարգիչն ու ինտերնետը։ Եթե գազ քաշեինք, լավ կլներ։ Գազաֆիկացա միջև Արևանից տունը։ Դա ինձ չեն քաշելի, չեն ունեցել, դրա համար չկա։ Ես էլ ֆինանսում եմ, որ ասենք գազ քաշեմ։ Ես ուզում համակարգիչ ունենամ։ Ընկերներիս հետ խոսամ, գրեն, դաս բանանեն։ Նոր երեխաներ ունենալու մասին ժպիտով են խոսում, ասում են երեխան օրհնություն է։ Հունանի կարծիքով, եթե աշխատանքը խնդիր չլիներ, Հայաստանում շատերը կուզենային բազմազավակ ծնող դառնալ եւ ունենալ ամբողջ ֆուտբոլի թիմ, քույր ու եղբայր։ 4 հատ զինվոր ենք տալի հայոց բանակին, 7 հատ էլ մայր, երիք չի մեր կողմից։ Ինձանում որ ինձ երիք չի, բայց եթե աշխատանք լիներ, բոլորն էլ ասում թե կունենային մեզ նման շատ զավակներ։ Շատերը մի հատից ավել չեն ունենում կամ երկու հատից կամ էլ թողում հեռանում են Հայաստանից։ Հետա։ Նարեկ Գրիգորյան, Հարություն Նավասարտյան, Առաջին լրատվական։